Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ ակտիվորեն տարածում են Կրեմլի քարոզիչ Անդրեյ Արեշևի հոդվածը հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կայանալիք այցի վերաբերյալ։ Քարոզիչն իրադարձությունը կապում է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության եւ նրան պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն ազգայնացնելու վերաբերյալ ավելի վաղ Փաշինյանի արած հայտարարությունների հետ։ Արեշևը պնդել է, թե թուրքական կազմակերպությունները հետաքրքրված են Հայաստանի էներգետիկ ցանցերի գնմամբ։ Հիմնական միջնորդը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Փաստերի ստուգման հարթակը բաց աղբյուրներում, այդ թվում նաև նշված թուրքական ընկերության առցանց ռեսուրսներում Արեշևի պնդումը հաստատող փաստեր չի հայտնաբերել։ Ընկերությունը երբևէ առնվազն հրապարակային կերպով հետաքրքրված չի եղել Հայաստանում էներգետիկ նախագծերով։ Ավելին տեղեկությունը հերքել է նաև Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղարը, անվանելով այն զառանցանք։ Ըստ ՖԻՊ-ի հոդվածը հրապարակվել է Կրեմլի հայտնի քարոզչական հարթակում։ Թեզն առաջինը շրջանառել է Հայաստանի ընդդիմությունը։